Եթե դու չունես փող, բայց ունես մեծ ցանկություն գալ Գերմանիա, ապա այս վիդեոն քեզ համար է։ Այսօր ես քեզ կպատմեմ 5 ծրագրերի մասին, որոնք քեզ թույլ կտան գալ այստեղ ֆինանսական նվազագույն ներդրումներ կատարելով։ Եվ այսպես ձեզ հետ ձեր շատ սիրելի Ֆրաու Լալայանն է, ով արդեն 10 տարի ապրում է Գերմանիայում եւ գիտի ամեն ինչ Գերմանիայի մասին, եւ այսպես գնացի։ Բնականաբար շատ դժվար է առանց ֆինանսի տեղափոխվել Եվրոպա, մասնավորապես Գերմանիա, սակայն կան տարբերակներ։ Ես ձեզ ներկայացնելու եմ ծրագրեր, թողնելու եմ հղումներ, մանրամասն պատմելու եմ ինչպես դիմել եւ ինչ նրբություններ կան։ Եվ այսպես տարբերակ առաջին Freiwillige Soziales Jahr։ Գերմանիան թույլ է տալիս օտարերկրացիներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գալ Գերմանիա, այսպես կոչված Freiwillige Soziales Jahr իրականացնելու նպատակով, այսինքն կամավորականություն կատարել սոցիալական ոլորտում։ Իդեպ նման պրակտիկան տարածված է նաև հենց գերմանացի երիտասարդների շրջանում, ովքեր դպրոցից հետո գնում են Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ նաև մնում են իրենց երկրում եւ հենց իրենց երկրում են իրականացնում այդ կամավորական տարին, հա, բայց որpիսի դուք ստանաք հնարավորություն գալ Գերմանիա այդ ծրագրով, դուք պետք է դեսպանատուն դիմեք կամավորականի վիզա ստանալու նպատակով։ Պետք է անպայման ձեզ հետ ունենաք պայմանագիր այն կազմակերպության հետ, որը որ համաձայն է ձեզ ընդունել որպես կամավոր, հա։ Այդ կազմակերպությունները կարող են լինել մանկապարտեզներ, ծերերի խնամքի կենտրոն եւ այլն։ Մանրամասն հիմա կասեմ, թե ինչպես գտնել այդ կազմակերպությունները։ Իսկ ինչպիսին են պահանջները։ Դուք պետք է լինեք մինչև 27 տարեկան, գերմաներենի A2-ից B1 մակարդակ ունենաք, կից ներկայացնեք նաև մոտիվացիոն նամակ եւ կենսագրական։ Ինչպես նաև ձեր ձեռքին ունենաք պայմանագիր։ Իդեպ նկարագրության մեջ դուք կտեսնեք հղում Գերմանիայի դեսպանատան այն հավելվածի, որտեղ դուք կարող եք դիմում գրել եւ ստանալ կամավորականի վիզա։ Եթե դուք գտնում եք կազմակերպություն, որը ձեզ համաձայն է վերցնել, ապա այդ կազմակերպությունը հոգում է ձեր կեցության, բժշկական ապահովագրության, այդ թվում նաև ուտելու հարցերը, ձեր ձեռքին տալիս է 480 եվրո գումար, դա 2026 թվականի դրությամբ է։ Իսկ ինչպես գտնել այդ կազմակերպությունները, ես կգցեմ լինք, որտեղ դուք մանրամասն կարող եք կարդալ այս հնարավորության մասին եւ ինչպես նաև գտնել կազմակերպությունների ցանկը, որոնք որ պատրաստ են նման հնարավորություն ձեզ ընձեռնել։ Տեսեք, աղբերը աղբորը նման տեղեկատվություն չի տալիս, հետեւաբար սիրելիներ կարող եք լայքել այս վիդեոն եւ խնդրում եմ կոմենտներում չգրել, որ ես արտագաղթ եմ նպաստում, որովհետև իմ միակ նպատակն է, որպեսզի իմ համակարգացիները, հայրենակիցները ունենան հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ճամփորդել, տեսնել երկիր, մարդկանց հետ շփվել եւ բնականաբար ընդլայնել իրենց աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Եվ անցնենք երկրորդ տարբերակի Der Bundesfreiwilligendienst, եթե սոցիալական տարի անելու համար կա տարիքային սահմանափակում մինչև 27 տարեկան, ապա այս դեպքում տարիքային ոչ մի սահմանափակումներ չկան։ Ես թարգմանել եմ դաշնային կամավորական ծառայություն, այն հնարավորություն է տալիս բոլոր տարիքի մարդկանց պարտադիր դպրոցական կրթություն պետք է ունենաք, ովքեր ցանկանում են մասնակցել հասարակական օգտակար գործունեությանը։ Ուրեմն ոլորտներն եմ ստեղ արձանագրել եւ առանձնացրել սոցիալական, մշակութային, բնապահպանական, սպորտային, միգրացիոն եւ աղետների պաշտպանության ոլորտները։ Տևողությունը 12 ամիս է, բայց դուք կարող եք 6-ից մինչև 24 ամիս տևողությամբ Գերմանիայում հենց այդ ծրագրով մնալ։ Հիմնականում լրիվ աշխատանքային ժամկետ է եւ 27 տարեկանից բարձր մարդիկ կարող են կես ժամկետով աշխատել, այսպես կոչված Teilzeit, այսինքն 20 ժամ շաբաթական, հա։ Ինչ են ձեզ տալիս, դուք ստանում եք գրպանի գումար 2026-ի դրությամբ 676 եվրո, սոցիալական ապահովագրություն, կրթական մասնագիտական աջակցություն, ինչպես նաև մասնակցություն տարբեր սեմինարներին։ Ինչպես դիմել,
նույնպես ձեզ կներկայացնեմ լինքը նկարագրության մեջ եւ այդ բոլոր մանրամասները այդ լինքում կգտնեք, հա։ Եվ այսպես շարունակում ենք տարբերակ 3-րդ։ Գաղտնիք չէ, որ Գերմանիայում սովորելը շատ թանկ հաճույք է եւ ընդունակությունները եւ շնորհալի լինելը բավարար չեն։ Բայց դեն հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց կրթությունը շարունակել Գերմանիայում։ Ասեմ, որ դեն պատկանում է Գերմանիայի կրթության նախարարությունը եւ տալիս է նման դրամաշնորհներ։ Եվ այսպես ես ձեզ համար առանձնացրել եմ 3 տեսակի դրամաշնորհներ։ Առաջինը դա դասական դրամաշնորհն է այն մարդկանց, այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են մագիստրատուրա սովորել Գերմանիայում, ամսական տալիս է 934 եվրո։ Բնականաբար ապահովագրությունը հոգում է եւ հոգում է նաև ձեր ճանապարհածախսը։ Գոյություն ունի երկրորդ դրամաշնորհը, կոչվում է դա Forschungsstipendium PhD Research, այսինքն տրվում է այն գիտական աշխատողներին, ովքեր որ ցանկանում են մի տարի շարունակ Գերմանիայում իրականացնել հետազոտական աշխատանքներ։ Եվ երրորդը հատուկ դրամաշնորհն է, այսինքն Spezielle Stipendium, որը որ տրվում է արվեստի ուսանողների, արվեստ, ֆիլմ եւ դիզայն ուսումնասիրող եւ սովորող ուսանողներին։ Մանրամասների համար դուք կարող եք տեղի կանել DAD-ի պաշտոնական կայքում, այնտեղ կա Հայաստան բաժինը, հա։ Իդեպ ես DAD-ն շատ եմ սիրում եւ ես երկար ժամանակ է արդեն համագործակցում եմ DAD-ի հետ։ Ես եղել եմ 2 տարի շարունակ պաշտոնական ներկայացուցիչ բլոգերը եւ այլ 7 միջազգային ուսանողների հետ գրել եմ հոդվածներ անգլերեն ամեն ամիս եւ ներկայացրել եմ ընդհանրապես ուսանողի կյանքը Գերմանիայում եւ ուսուցումը Գերմանիայում ավելի այդպես մատչելի եմ դարձրել միջազգային հանրության համար։ Իդեպ այս իմ պլակատը դուք կարող եք տեսնել բոլոր այն երկրներում, որտեղ DAD-ն ունի ներկայացություն։ Առաջին այս պայդրությամբ հայն եմ եղել, որը որ այդ ֆորմատով համագործակցել է։ Բացի այդ DAD մրցանակի եմ արժանացել 2023 թվականին որպես լավագույն ուսանող, ով որ աչքի է ընկել հասարակական իր գործունեությամբ եւ առաջադիմությամբ։ Եվ այսպես շարունակենք տարբերակ 4-րդ International Parliament Stipendium, եթե դուք երիտասարդ եք, հետաքրքրված եք քաղաքականությամբ, հասարակական կյանքով, մեդիա ոլորտով եւ տիրապետում եք լավ գերմաներենին, ապա այս դրամաշնորհ այս ծրագիրը ձեզ համար է։ Այսինքն դուք կարող եք դրամաշնորհ ստանալ 5 ամսով գերմանական Բունդեսթագում Բերլինում պրակտիկա անելու համար։ Եվ հղումը բնականաբար դուք կգտնեք նկարագրության մեջ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատել պատգամավորների հետ, սովորել գերմանական քաղաքական համակարգը ներսից, այն ոչ թե պարզապես կրթական ծրագիր է, այլ պրոֆեսիոնալ մուտք դեպի քաղաքականություն, մեդիա եւ միջազգային հարաբերություններ։ Տարիքը 18-ից 30 տարեկան, բարձրագույն կրթությունը պարտադիր է, գերմաներենի B2 անգամ C1 մակարդակ է ձեզնից պահանջվում։ Տևողություն, ինչպես ասացի, 5 ամիս, սովորաբար մարտից մինչև հուլիս, ու ամսական ձեզ տալիս են 700 եվրո, բնականաբար կեցությունը, ձեր ապահովագրությունը իրենց վրա է, նաև ճանապարհածախսն են երբեմն ծածկում։ Իսկ ինչ եք դուք անելու, ուրեմն աշխատում եք պատգամավորների հետ, պատգամավորների գրասենյակում, մասնակցում եք նիստերին, օգնում եք թղթաբանությամբ եւ մամուլի վերաբերյալ վերլուծություններ եք իրականացնում։ Ամեն տարի այս ծրագիրը կա, ոչ միայն դուք եք, նաեւ միջազգային այլ տարբեր հետաքրքրված երիտասարդներ։ Դիմումները բացվում են սեպտեմբերից հոկտեմբեր, ծրագիրը սկսվում է հաջորդ տարվա մարտին։ Ինչպես դիմել, պաշտոնական կայքով դուք կարող եք դիմում լրացնել, այդ եթե դուք անցնեք առաջին փուլ, ապա ձեզ սպասում է նաև հարցազրույց, որից հետո եթե դուք անցնեք, ապա կարող եք արդեն գալ Բերլին։ Եվ մենք հասանք 5-րդ տարբերակին, որը որ կոչվում է AUP ծրագիր։
Ինչ է այդ ծրագիրը իրենից ներկայացնում։ Եթե դուք սիրում եք երեխաներ, չունեք սեփական երեխաներ եւ 18-ից 26 տարեկան եք, ապա դուք կարող եք գալ Գերմանիա եւ աշխատել գերմանական ընտանիքներում որպես դայակ։ Ինչ է ձեզնից պահանջվում։ Գերմաների նվազագույն ամեկից A2 մակարդակ, անպայման պիտի դպրոցը ավարտած լինեք եւ չունենաք երեխաներ, արդեն ես ասացի։ Ուրեմն դուք տեղափոխվում եք Գերմանիա այս ծրագրով, ապրում եք գերմանական ընտանիքում, հենց ընտանիքի տանը, իրենք հոգում են ձեր սնունդի հարցը, իրենք հոգում են կեցության, ինչպես նաև ապահովագրության, իրենք արտավոր են ձեզ ուղարկել նաև լեզվի կուրսերի եւ տալիս են 300 եվրո գումար ամեն ամիս։ Ես գիտեմ, որ նման ծրագրերը շատ սիրված են Հայաստանում եւ կան կազմակերպություններ, որոնք հենց կազմակերպում են, հավաքում են մարդկանց, կապ են պահում այստեղի ընտանիքների եւ կազմակերպությունների հետ եւ չեմ կարող ոչ մի կազմակերպության անուն տալ, իդեպ կազմակերպություններ կապ հաստատեք ինձ հետ, ես կարող եմ ձեզ գովազդել, հա։ Եթե դուք չեք ուզում կազմակերպության հետ գործ ունենալ, կարող եք այս կայքերի միջոցով նաեւ գտնել ընտանիք, բայց բնականաբար խորհուրդ է տրվում կազմակերպությունների հետ համագործակցել։ Բնականաբար այս ծրագիրը իրենից չի ենթադրում, որ դուք մշտական բնակություն պետք է հաստատեք Գերմանիայում, սակայն որոշ դեպքերում ընտանիքները երկարաձգում են պայմանագիրը, դուք ունեք բավականաչափ ժամանակ լեզուն սովորելու եւ հետագայում կարող եք նաեւ այստեղ Ausbildung-ի համար դիմել կամ ինչը որ ողջունելու է գնալ գերմանական համալսարան, հա։ Եթե դուք այս ծրագրերից մեկի միջոցով կարողացաք տեղափոխվել Գերմանիա, ապա ես ձեզնից ակնկալում եմ մաղարիչ, օրհնանքները, շնորհակալությունները կարող եք թողնել մեկնաբանություններում։ Եկող շաբաթ ես խոսելու եմ գերմանական մանկապարտեզների մասին, ինչպես նաև 5 պատճառ Գերմանիան լքելու համար։